Հոգեբանական շեղումներ, ցնցումներ, դեպրեսիա, ինտերնետային խաղեր, որոնք հիվանդանոցի դուռն են հասցնում երեխաներին ու դեռահասներին։ Խաղերից մեկն օրինակ երեխային սովորեցնում է փախչել տնից, եթե չի կատարել տնային աշխատանքն ու պիտի պատժվի, բայց սա չարյաց փոքրագույնն է։ Ավելի վտանգավոր, այսպես կոչված կարմիր դուռ դեղին դուռ խաղը իսկական պատուհաս է դարձել երեխաների ու ծնողների համար։ Սա ոչ միայն զվարճալի չէ, այլև վտանգավոր է։ Այն տարածված է TikTok-ի և YouTube-յան հարթակներում։ Խաղն իրենից ենթադրում է մարտահրավեր, որը պիտի անցնի խաղացողը։ Նախորդ տարիներին Հայաստանում նմանատիպ խաղերից մեկի պատճառով մի քանի երեխա նույնիսկ ինքնասպան են եղել։ Ուսուցիչը տեղեկացրեց, որ կա նման խաղ, որ երեխաները դպրոցում խաղում են, ընդհանրապես չգիտեի ինչի մասին է, եւ այնպես է, որ երեխայից էլ չէի լսել, բայց որ սկսեցի հարցուփորձ անել, հասկացա, որ իրենք տեղեկացված են բավականին, հերթով արդեն մայրիկները սկսեցին ասել, որ մեր երեխաներ, մեր մյուսինն էլ եւ որքան որ զանալ փորձել էին։ Այսպես կոչված խաղի ժամանակ երեխաները մտնում են գերբնական և մութ երևակայական աշխարհ, հաճախ փակ աչքերով, ընկղմվելով իր պատկերացումների մեջ։ Խաղի ընթացքում երեխան իրեն տեսնում է պատկերավոր միջանցքներում, դռների առաջ, որտեղից դուրս գալու կամ առաջ շարժվելու տարբերակներն ուղեկցվում են կախարդական ձայնի հրահանգներով։ Յուրաքանչյուր մասնագետ չէ, որ կարող է հիպնոզի տեխնիկաներին տիրապետում է, այսինքն եթե շատ մեծ ցանկություն կա հիպնոզի, պետք է շատ լավ մասնագետի դիմել, իսկ ցանկացած մեկը կարող է շատ լուրջ ու անդառնալի վնասներ պատճառել երեխայի հոգեկանին, որովհետև քներակի տրորումը խանգարում է արանշրջանառությանը եւ որը որ կարող է առաջացնել հալյուցինացիաներ, պանիկ ատականներ եւ կարող է անդառնալի առողջական վատ իրավիճակ առաջացնել։ Հոգեբաններն ահազանգ են հնչեցնում, այս խաղերը կարող են խոր վախեր, մղձավանջներ եւ նույնիսկ հոգեբանական տրավմա առաջացնել։ Հոգեբան Էլիզա Մանուկյանն ասում է, այստեղ մեծ անելիք ունեն ծնողներն ու ուսուցիչները։ Եթե ծնողները ուղակի արգել են խաղալը, ասեն չի կարելի խաղալ եւ վերջ, դա հակառակ էֆեկտ կունենա, այսինքն ցանկացած մի բան ինչ արգելված է, ել ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում երեխաների մոտ։ Հայաստանում արդեն գրանցվել են դեպքեր, երբ երեխաները խաղի հետևանքով գիշերները վախեր են ունեցել, բայց ծնողներն ավելի ուշ են հասկացել, որն է խնդիրը։ Ծնողները պատմում են, որ այն տարածվել է դպրոցներում։ Եղել են դեպքեր, որ երեխաները քնից են վեր կացել, լաց են եղել, ինչ որ երազներ են տեսել, ու հետո խոստովանել են, որ իրենք էլ են դա փորձել։ Ես չեմ կարող ասել միանշանակ ազդեցությունը ինչպիսին է։ Այս հոգեբանական ծանր խաղը տարածվում է հատկապես բլոգերների պատրաստած տեսանյութերի միջոցով։ Այդ բլոգերներն ունեն հազարավոր հետևորդներ, որոնց մեծ մասն էլ դարձել են այդ խաղի շահառուները։ Ծնողներն ակնկալում են, որ որևէ մեկը հետևողական կլինի տարածվող կոնտենտին եւ կվերահսկի այն։ Կան բլոգերներ, որոնք ցանկանում են կազմակերպել, ամբողջ հարցը դրան, որ վերահսկողությունը չկա։ Ասենք եթե այդ գաղտնիք չի այդ բլոգերներին նայում են 10-ից մինչև ընդհանրապես 16-17 տարեկան այդ խումբը երեխաների եւ իրենք այդ երեխաների միջոցով են չէ հավաքում այդ իրենց լսարանը։ Միաժամանակ մասնագետները կոչ են անում ծնողներին հետևել երեխաների առցանց ակտիվությանը, սահմանափակել նման բովանդակության դիտումը եւ բացատրել վտանգները։ Պետք է միասին ծնող, ուսուցիչ ու հասարակություն երեխաներից հեռու պահել նմանատիպ խաղերը։ Արգելելը լուծում չէ, այլ լուծում է հետեւյալը։ Ծնող երեխա կոնտակտը պետք է մաքսիմալ բաց լինի, այսինքն երեխան չվախենա ծնողի դատապարտումից, չվախենա, որ ծնողը կբարկանա երեխայի վրա ու չվախենա ծնողի հետ կիսվել իր հետաքրքրությամբ, որովհետև հաճախ երեխաները կիսվում են, գիտես ինչ հետաքրքիր, այսինքն վառ աչքերով գալիս են ծնողի մոտ, իսկ ծնողը ինչ է անում, միանգամից վախից դրդված սկսում է բարկանալ, ձայն բարձրացնել, հանկարծ չհամարձակվեց, դա միանշանակ սխալ է։ Մասնագետներն ասում են, խաղը կարող է առաջացնել ինքնազգացողության վատացում, դեպրեսիվ վիճակներ եւ վարքային փոփոխություններ երեխաների մոտ։ Նրանք ընդգծում են, եթե երեխաների մոտ նկատել եք վարքային փոփոխություններ, ապա պարտադիր պիտի դիմել մասնագետի։ Սեդա Մակարյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։